Կենթառական ընտրությունների հետ կապված, քանի որ արդեն կան պարզային ուժեր են, ինչ կարծիք ունեք։ Ինչ առումով ինչ կարծիք ունեք։ Օրինակ հակված եք նոր ուժգա իշխանության, թե Ես հակված եմ, որպեսզի իմ պետությունս ինքնիշխանությունը պահպանվի իր սահմաններով հանդերձ։ Ձեզ որ ուժն է դրա։ Ես ուժ չեմ ասի, որտեղ ընտրությունները գաղտնի են, բայց ես ուզում եմ, որ իմ Հայաստան պետությունը պահպանվի իր սահմաններով, աճի, զարգանա, ճանապարհները բացվի եւ ընլայնվի։ Իսկ ինչ կարծիք ունեք օրինակ Ռոբերտ Քոչարյանի կամ Սամվել Կարապետյանի մասին։ Կարծիք չունեմ։ Չեք ցանկանա վերադառնալ իշխանության։ Ոչ։ Մենք տեսել ենք պտուղները իրենց։ Նու Սամվել Կարապետյանը ինքը քաղաքական գործիչ չի, իսկ Ռոբերտ Քոչարյանի պտուղները տեսել ենք սկսած հոկտեմբերի 27-ից։ Իսկ հիմա բոլորս են տեսել։ Եվ որ Ղարաբաղի հարցը հանեցին, որպես բանակցային մասնակից հանեցին եւ Հայաստանին ներքաշեցին, դրա մեջ ամեն ինչ մտնում է։ Իսկ իշխանության վերջի բարեփոխումների հետ կապված օրինակ ապահովագրության ներդրում եւ այլն գոհ եք։ Ես գիտեք ինչ, երկիրը ցեխի մեջ միանգամից հեշտ չի հանել։ Երկիրը կամաց գնում է դեպի առաջխաղացում։ Ես գոհ եմ։ Մենք բոլորս պետք է պայքարենք, որ լավ լինի ամեն ինչ։ Օրը կան հայտնի գլա, հիմա ծեր չենք գիտել նայենք։ Նա պան վերջին օրը գովորոշեմ ես։ Հա, որը պիտի դամ։ Բայց հակված եք գործող իշխանությունը մնա թե հեռանը։ Այս իշխանությունը։ Մնա դա ավելի լավ է։ Այս իշխանությունը մնա ավելի լավ է։ Ինչու։ Գտեսնենք որ աշխատանքներ բաներ։ Օրինակ ինչն է փոխվել ըստ Հա։ Թոշակ ավել սա, կորզորություն գլաս սրի, դա ինչ բիդլա։ Գողություն ասելով ինչ նկատի ունեք։ Տեղատները ծրի Կողություն ասելով տալանը։ Տեղատները ծրի եղավ։ Ես մեկ Սիրիահայ եմ, ես 25 տարի այստեղ եմ ապրում։ Տալանում մեր երկիրը, մեր հայրենիքը, որոշ մարդոց կողմ են։ Իսկ ինչ կարծիք ունեք Քոչարյանի կամ Սամվել Կարապետյանի մասին։ Քոչարյանը գիտեմ քող է։ Սամվել Կարապետյանին լավ չեմ ճանաչում։ Հակված եք ներկա իշխանությունը շարունակի մնալ, թե Չեմ կարող ասել, չեմ կոնկրետ ասել։ ինչ կարծիք ունեք քաղաքական ուժերի մասին, ընդդիմադիր իշխանական, օրինակ Սամվել Կարապետյան։ Ես բոլորին չեմ ճանաչում, դրա համար հիմա ինչ էլ որ ասեմ ճիշտ չի լինի։ Բայց հակված եք իշխանությունը մնա, թե Օրը կգա կտեսնեմ։ Նիկոլ Փաշինյանին։ ինչու է պայմանավորված։ Ամեն ինչով, իր թիմի լավ թիմ ունենալով, խաղաղությամբ, ամեն ինչով։ Իսկ ինչ կարծիք ունեք առողջապահական բարեփոխումների մասին, օրինակ ապահովագրությունը։ Ճիշտ է, մի քիչ խնդիրներ կան, բայց շատ լավ բոլորն էլ օգտվում են, ամեն ինչ շատ լավ է։ Կարծում եք խաղաղություն կլինի։ Իհարկե, իհարկե։ Գաղտնիքը։ Ամեն դեպքում հակված եք ընդդիմադիր ուժի, հատկապես նոր ուժերից։ Ոչ մեկին չեմ ընտրել։ Քոչարյանի մասին լավ կարծիք չունեմ։ Որպես ղեկավար լավ կարծիք չունեմ։ Որտեվ չեն մտածել պետության մասին, պետականամետ չեն։ Պետական մտածողություն չունեն։ Ով եկավ, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, սկսեցին բաժանել, իրանց թիմը վերեցին, Ալան, թալան, տենց էր, իշեք մինչև սովետական միության փլուզումը։ Կողմնորոշվել եք ու մեկ ձայն տալու։ Այո, բայց հիմա չեն կողմնորոշվել։ Են կորիզի մեջ էլ մենք մեր կարծիքը ունենք։ Եվ արդեն գիտեք մեր գործող վարչապետին։ Իսկ ինչու է պայմանավորված, ինչ բարեփոխումների համար։ Գիտեք, ոչ մի բանով էլ պայմանավորված չի, պարզապես ինքը հոգեպես տանջվում է։ Եվ զգում եք, որ մարդը կեղծ չի, իսկ եթե մարդը կեղծ չի, ուրեմն նա ինչ էլ որ անի, մտածում է իօգուտ ժողովրդի։ Իսկ ինչ կարծիք ունեք օրինակ Սամվել Կարապետյանի կամ Անունը մի տվեք։
Կարծիք պետք է ունենանք այն ժամանակ, երբ որ այդ մարդը տանջվել է, այն բղավել է, սխալները տեսել է, պայքարել է, բայց նա ով է, չես հասկանում։ Եվ իրոք որ ոչ հայերեն է կարողանում հասկացնել ինչ է ուզում, ոչ ռուսերենն է կարգին, չէ։ Թող ինքը իր բիզնեսով հրաշալի բան է, ես անձի նկատմամբ ոչինչ չունեմ, թող իր բիզնեսով զբաղվի, բայց քաղաքականությունը, երկիրը ղեկավարելը կամ տան մեծ լինելը ոչ բոլորին է հատուկ։ Իրան հատուկ չի։ Որ դուք Քոչարյանի ղեկավարումն եք տեսել, ինչ կարծիք ունեք։ Նույնը եւ Քոչարյանի ժամանակվա նրա այն բոլորս էլ չենք ուզում վատ բան այլ չհիշենք։ Այն ինչքան սպանություններ մարդիկ մեռնում էին, ասում էին թե ինքը իրան սպանեց, ինքնասպան եղավ, էս եղավ։ Այն ինչ մարդկանց բաներ սպանությունների շարքեր, ոնց կարելի էր մարդը հավճի։ Եվ Քոչարյանի ժամանակ այդպես էր։ Իսկ հիմա չէ, որ մարդեն մի քիչ հանդարտվել են, ժողովուրդը մեղ կա, Քոչարյանն էլ է հայ, Սամվելն էլ է հայ, խելքի գան, ինչ են տեսած մարդիկ են, ունեն ամեն ինչ եք մտել պայքարի մեջ, ով է եւ վերջապես չեք զգում, որ ձեզ չեն ընտրի, ժողովրդին մի անգամ խափես, երկրորդ անգամ խափես, երրորդը չես խափի։